Հովանավորությամբ հայգաթողիկե համայնքի ներսես Պետրոս 19-րդ բادرյարքին նախագահությամբ Հայաստանի Սփյուռքի նախարար Ռանուշ Հակոբյանի եւ գազագերբությամբ հայգաթողիկե բادرյարքության երեկոյան Հոգենմենի Արարատյան սրահի մեջ տեղ ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեգեցի կետրոնին բացման հանդիսությունը։ Սուրբ Գրիգոր Նարեգացի կետրոնին բացման պաշտոնական արարողութենեն յետ Կլիփանանի եւ Հայաստանի քայլերթներու ընտրությամբ կդարվեցավ հանդիսության բացումը։ Ցերնարգին բացման խոսքը արտասանեց Զվարթ Նաջարյան, որ նշեց, թե մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ ինքնություն, մեկ ժառանգություն, մեկ պատմություն ու ճակատագիրը սկզբունքով պետք է առաջնորդվի հայ ժողովուրդը եւ այս հոլովույթի մեծ նպաստ կբերե Հայաստանի Սփյուռքի նախարարությունը։ Նաջարյան հայտնեց, որ նշյալ նախարարությունը նորահաս սերունդներու քրիստոնեական դաստիարակության, հայաբահբանման, հայկական բանջարդիրության, պետության հզորացման ու ցեղասպանության ճանաչման աշխատանքներու մեջ պիտի ունենա իր մասնակցությունը։ Անհույս հայտնեց, որ Սփյուռքի նախարարը իր գործունեությամբ կունենա իր նպաստը սփյուռքահայ գառույցներուն զարգացման, համագարկման եւ ուժեղացման աշխատանքներու մեջ։ Ապա խոսք արավ Սուրբ Գրիգոր Նարեգացի կետրոնի դնորեն Վարդան Վարդապետ Կազանջյան։ Անսավ, որ նոր կետրոնը գմի դիքիդության նկատմամբ հարաճացնել մարդկային հետաքրքրություն եւ կետրոնին հաջողությունը պիտի արտահայտվի իր գործերով։ Վարդան Վարդապետ Կազանջյան ավելցուց, որ նորաստեղծ կետրոնը պիտի ունենա 6 բաժանմունքներ, որոնք պիտի սպաղին գրթական, հայագիտական, վիճակագրական, ծիսական, քրիստոնեական, հովվական ու այլ մարզերով։ Ապա տեղի ունեցավ գեղարվեստական հայդակիր, որուն ընթացքին ելույթ ունեցավ հայգաթողիկե բادرյարքական գրունկ երգչախումբը, որ ներկայացուց Ողջույն քեզ Մարիամ, Ալաքիա Զաչերը, Չաղացս Մանիմանի, Հավուն Հավուն, Իաբեյրութ եւ Ծոն Մայրենի լեզվին երգերը։ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Ռանուշ Հակոբյան եւ հայգաթողիկե համայնքի ներսես Պետրոս 19-րդ բادرյարքը հաջորդաբար խոսք առնելով շեշտեցին Սփյուռքի նախարարության թերագադարությունն ու Սփյուռքի ներդրումը հայաբահբանման գործի մեջ եւ հաջողություն մաղթեցին նորաստեղծ Սուրբ Գրիգոր Նարեգացի կետրոնին, հուսալով, որ կետրոնը հարաճիգային արձանագրե նոր նվաճումներ։